Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա ուղղությունը Արմավիրի մարզի Միասնիկյան գյուղն է։ Օրվա հյուրը դաշնակահար պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը։ Սերգեյ Քեչեկ, դաշնակահար, պրոֆեսոր։ Ծնվել է 1941 թվականին Երևանում։ 1959 թվականին ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը։ 1964 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան դաշնամուրի բաժինը, իսկ 1967-ին ասպիրանտուրան։ Տարիներ շարունակ եղել է Երևանի Կոնստանտին Սարաջյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցների տնօրենը։ 1987 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, իսկ 2015-ից նաև Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ 2006 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ Ղեկավարել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ուսումնական հաստատությունների բաժինը։ Սերգեյ Քեչեկի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ բացվել են երաժշտական, արվեստի և գեղարվեստի ավելի քան 100 դպրոցներ։ Մեկնարկ տաղանդի զարգացման նպատակային ծրագրի հրավիրյալ մասնագետ է, ինչպես նաև մեկնարկ վարպետության դասեր ծրագրի ղեկավար է։ 2013 թվականին Սերգեյ Քեչեկն արժանացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը։ Բարի օր բոլորին և երեխաներին և մեր հարգելի դասախոսներին, դասատուներին, քանի որ ես ինքս դաշնակահար եմ, ինձ հետ էլ եկել նաև իմ երկու սաները, շնորհալի, որոնք այսօր կլսենք միասին, դե սկսենք դաշնամուրից։ Ինձ թվում է դաշնամուրը, այսօրվա դաշնամուրը մեծ ու երկար ճանապարհ է անցել։ Սկզբից դա եղել է բոլորեն ուրիշ ձայնով, ուրիշ ավելի փոքր, այսքան բան չունի, այսօր ունի 56 սպիտակ և 32 սև ստեղ, իսկ ժամանակին դա եղել է բավականին ավելի փոքր, նույնիսկ Բախի ժամանակ, Յոհան Սեբաստիան Բախի ժամանակ ավելի փոքր է եղել, և երբ որ նայում ես նրանց ստեղծած գործերը, տեսնում ես, որ դա գրված է ավելի քիչ տարածության մեջ։ Սկզբից եղել են, կոչվել են կլավեսիններ, ու բոլորին ուրիշ ձայն է ունեցել, այնտեղ, եթե այստեղ մուրճերով են աշխատում, այնտեղ չանգրելու բան է ունեցել, լարը վերցրել են չանգրերով և ուրիշ ձայն է ասել, պատկերացրեք լարը չանգրես, ինչ ձայն դուրս կգա և տարբերվում է նրանց։ Բայց բոլոր դեպքերում այս բանը մնացել է միշտ ստեղը մեծ կամ փոքր, թե երգեհոնի վրա, թե կլավեսինի վրա, թե դաշնամուրի դեռ առաջի տեսակները, որոնք շատ ավելի փոքր էին, կլավիկորդ էին կոչում, կլավեսին էին կոչում և այն, և եկել ենք հասել այս մեր հրաշալի գործիքին, որը հսկայական դեր ունի ընդհանրապես երաժշտության մեջ և մասնավորապես դասական երաժշտության մեջ։ Բոլորդ եղել եք երևի որոշ համերգների, տեսել եք և մեր ռոյալները մեծ, սկսած 2 մետրից մինչև 3.5 համերգային ռոյալներ, որ դրված են և հայ ֆիլհարմոնիայի դահլիճներում, և շատ Արմավիրի թեկուզ երաժշտական դպրոցում էլ դրանք բեմում կան և դասարաններում կան, տարբեր չափսերի, տարբեր ֆիրմաների, բայց բոլոր տեղ այդ ռոյալները կան և իհարկե բեմական արդեն գործունեությունը ծավալվում է
ոչ թե դաշնամուրների վրա, ոնց որ առաջ է եղել սկզբնական շրջանում, այլ եւ այլ մեծ մասամբ ռոյալների վրա։ Նու դաշնամուրը եթե sense վերցնենք, կարծես թե թակույն է գործիքների։ Ինչու՞։ Որտեղ գրեթե բոլորը գործիքները եւ երաժշտության բոլոր տեսակի ժանրերը կապված են դաշնամուրի հետ։ Հնարավոր չէ պատկերացնել երգչուն, ու կան երգչուհիներ, կան երգում են կոմիտաս բան առանց որևէ նվագակցության, բայց երաժշտության մեծ մասը լինի օպերային այրաներ, լինեն ուղղակի ռոմանսներ, ուղղակի երգեր, թեկուզ էստրադային երգեր առանց նվագակցության դա հնարավոր չի, հատկապես առանց դաշնամուրի նվագակցության։ Մի խոսքով դաշնամուրը կարևորագույնն է եւ երբ որ նայում ենք, թե ինչ են ստեղծել մեր հանճարները, սկսած Բախից, Մոցարտից, Բեթհովենից, Շուբերտ, Շոպեն եւ այլ միջև մեր օրերը Արնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, կտեսնենք, որ ամբողջ ստեղծվածի կատարողական արվեստում մեծ մասը կարելի ասել կեսից ավելին գրված է դաշնամուրի համար։ Օրինակ Շոպենը գրեթե միայն դաշնամուրի համար է գրել, Բախը մեծ մասը երկեոնի եւ դաշնամուրի համար է գրել, Մոցարտը նայենք հսկայական մեծ թվով գործերուն դաշնամուրի համար։ Դասական երաժշտության հետ շատ կապված է եղել դաշնամուրը, հենց իր առաջին քայլերից այդ հանճարեղ կոմպոզիտորների, ու այսօր մենք հնարավորություն կլսենք նաև մեր հայ պատանի դաշնակարներին, ես կներկայացնեմ, որոնք կկատարեն մեր հայկական երաժշտությունը, մեր հայկական դաշնամուրային գործերից։ Պետք է ասեմ, որ Հայաստան եկել է դաշնամուրի, այսպես ասած, նոր դպրոցը 37 թվից։ Միջև է եղել են դաշնակարներ, դասավանդել են եւ այլն, բայց այս մեր նոր, այս սովետական, ինչպես ասում են, դպրոցը դաշնամուրային ստեղծվել է 37 թվին, երբ հրաշալի դաշնակար Ռոբերտ Անդրեասյանը ավարտելով Լենինգրադի կոնսերվատորիան, հրաժարվելով Մոսկվայում եւ Լենինգրադում ապրելից, սրտի կանչով եկել է հայրենիք, չնայած տեղը չի ծնվել, ծնվել է Թբիլիսիում, բայց որոշում է իրան նվիրել մայր հայրենիքին, գալիս է Երևան ու ստեղծում է առաջին, այսպես քայլեն անում, նոր դաշնամուրային դպրոց ստեղծելուն։ Մի քանի տարից հետո նրան է միանում էլի այդ նույն կոնսերվատորիայի մյուս շրջանավարտը Գևորգ Սարաջյանը, որ գրքերը ովքեր սովորել են երաժշտական դպրոցում, անպայման տեսած կլինեն Գևորգ Սարաջյանի եւ Օմրշատի ձեռնարկները նվիրված սկզբնակներին առաջինից 4-րդ դասարան սովորողների համար։ Քանի որ հիշատակեցի Անդրեասյանին, Անդրեասյանը բացի լավ դասավանդելուց, լավ կոմպոզիտոր էր եւ մշակել է բավական շատ գործեր, կոմիտասի ստեղծագործությունները մշակել է դաշնամուրի համար։ Այսօր մենք ձեզ հետ կլսենք դրանցից մի հրաշալի գործ, կոմիտասի Կաքավիկը, ձեր բոլոր գիտեք այդ երգը երևի, որը կհնչի Անդրեասյանի մշակմամբ դաշնամուրի համար։ Այն կկատարի մի շնորհալի պատանի դաշնակար, 13 տարեկան, սովորում է Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, քաչ հայտնի է մեր Երևանում համերգներից, շնորհալի լավ երիտասարդ է, Վիլյամ Չիլինգարյան։
Քո արվեստը դպրոցում միաժամանակ ուրիշ տեղեր երկու անգամ հանդես եմ եկել, ինձ միշտ հարցրել են ոնց է կընտրել այդ ձեր մասնագիտությունը։ Ինձ թվում է, որ մասնագիտությունը ընտրվում է, ինձ թվում է պատանին ինքը պետք է ընտրի, բայց շատ անգամ ես արդեն նկատել եմ, թեկուզ երաժշտական արվեստի, թեկուզ դաշնամուրային արվեստի, շատ անգամ ծնողներն են, այսպես ասած, հորդորում ընտրել դաշնամուրը, իրանք սովորել են, կամ դաշնակահար են, կամ ինչ-որ տենց կապեր ունեցել այդ դասական երաժշտանի հետ, անպայման ուզում են այդ գծով գնան իրենց երեխաները։ Բայց ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում ինքը մարդը պետք է իր մասնագիտությունը ընտրի, հատկապես արդեն դպրոցի ավարտական դասարաններում ինձ միշտ հարցնում են ոնց եմ ես ընտրել դաշնամուրը։ Դաշնամուրը ընտրել եմ, ես դրա մասին պատմել եմ, դեզ էլ ասեմ, ինձ վաբշե իմ ծնողները, հատկապես մայրիկս, ինձ ուզում էր բժիշկ դարձնել, քանի որ իմ հայրական կողմը տոհմական բժիշկներ են բոլորը եղել, եւ գտնում եմ, որ հարկավոր է, որ ես գնամ այդ գծով։ Ավելին ինձ 9-րդ եւ 10-րդ դասարանում, այն ժամանակ 12 չէր, 10-ամյակներ էին, 9-րդ 10-րդ դասարանում ես սովորում էի Չայկովսկու դպրոցում ճիշտ է, բայց ինձ հետ սկսեցին շատ քտնաջան պարապել քիմիա եւ ֆիզիկա, որպեսզի ես կարողանամ ընդունվել բժշկական ինստիտուտ։ Այնուամենայնիվ շատ լավ հիշում եմ, երբ որ ավարտեցի Չայկովսկու դպրոցը, վերջի համերգն էր, նվագեցի այդ համերգին, մեր ավարտական դասարանի աշակերտների համերգներ, մյուս օրը եկա գործերս վերցրեցի եւ գնացի ոչ թե բժշկական ինստիտուտ, այլ գնացի կոնսերվատորիա։ Ոչ մեկը չկարողացավ ինձ այդ արդեն իմ սրտի կանչներ երևի եւ ես այսօր անցած տարիներ անց զգում եմ, որ ճիշտ որոշում կայացա։ Դուք էլ այդ ճիշտ որոշումը կայացրեք, ծնողին լսեք, բայց տեսեք ձեր սիրտը ինչ է ուզում, ձեր սիրտը ինչ է ձեզ ուշում, ինչ մասնագիտություն ընտրել։ Ինչ վերաբերում է մեր պատանի դաշնակարներին, պետք է ասեմ, որ 11 տարի առաջ մշակույթի նախարարությունը, այն ժամանակ դեռ կրթության գիտության հետ չէր առանձին, որոշում է կայացրել ստեղծել մի ծրագիր, պատանի տաղանդի զարգացման ծրագիր։ Կրթական ծրագիր է, ես շատ ուրախ եմ, որ այն օրերին, երբ որ այսքան դժվարություններ կան տարբեր բնակավարներում, կառավարությունը հնարավորություն գտավ արդեն 10 տարուց ավել այս ծրագիրը պահպանել, քանզի որ տաղանդների զարգացումը մենք գազ ու նավթ չունենք, մեր հույսը մեր տաղանդներն են, մեր աճող սերունդն է, բոլոր բնակավարներն ուզում է երաժշտություն լինի, ուզում է գիտություն լինի, ինձ թվում է դա շատ կարևոր բան է։ Այս երկրորդ համարը, որ ձեզ համար կհնչի, այդ ծրագրի անդամներից է պատանի դաշնակահարը 14 տարեկան սովորում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում Դանիել Հարությունյանը կկատարի ձեզ համար մեր ամենալավ հայ դաշնակահար եւ կոմպոզիտոր Արնո Բաբաջանյանի ստեղծագործությունը, որը կոչվում է Էլեգիա։
Իմ հարցը հետևյալն է. ով կամ ինչն է ձեզ ոգևորել ձեր գործունեությունում։ Դե երևի մայրս, որտեղ ինքը սովորել է Ռոմանոս Մելիքյանի կողմից ստեղծված ստուդիայում, հասել է գրեթե համարյա կոնսերվատոր ավարտին, ճիշտ է, հետո վերջի պահին փոխել է եւ գնացել է պոլիտեխնիկ, դարձել ինժեներ է դարձել, բայց նրանից է եկել այդ մղումը դեպի դաշնամուր, դեպի երաժշտություն եւ դասական երաժշտություն, ավելի այսպես։ Բացի դաշնամուրից ուրիշ ինչ գործիքներ եք սիրում։ Ես շատ սիրում եմ 3 գործիք, բացի դաշնամուրից։ Ինչ եմ այդ 3 գործիքը սիրում, որտեղ ինձ ավելի նրանք հիշեցնում են մարդկային ձայնը։ Դա ջութակն է, դա հոբոյն է եւ մեր դուդուկը։ Երբ որ դուդուկը լսում եմ, մեկ-մեկ, երբ որ լավ դուդուկը հարը նվագում, ասես որ չտեսնես ով է նվագում, կարծես որ մարդ է երգում։ Այդքան։ Կամ ստեղծագործություն, որը լսելիս կամ նվագելիս դուք զգում եք որևէ յուրահատկություն կամ յուրահատուկ ապրումներ եք ունենում։ Շատ եմ սիրում որպես մեծ ստեղծագործություն ռեկվիեմը Մոցարտի եւ հատկապես նրա որոշ մասերը, որ դանդաղ գեղեցիկ մեղեդիներով է։ Ձեր կյանքում ինչ-որ դժվարություններ ունեցել եք, ձեր անցած ուղում, որը հաղթահարել եք։ Կյանքում դժվարություններ եղել են, երբ որ ես քո տարիքին եմ եղել, որտեղ հայրս գնացել է պատերազմ եւ չի վերադարձել, այդ մանկությունից բավականին ծանր է եղել այդ պատկերացրու 45, 46, 40, երբ որ սնունդ չկար, բան չկար, այդ պատերազմից հետո շատ դժվար տարիներ եղել։ Մնացած, շնորհիվ մորս մենք երեխաներս կարծես թե աշխատել է, որ մենք չզգանք այդ դժվարությունները, ու ամենայնիվ, երբ որ ես հիշում եմ այդ տարիները եւ հիշում եմ հիմիկվա կյանքը, տեսնում եմ հիմիկվա իմ աշակերտները, ոնց են ապրում, ոնց են հագնվում, ոնց են համերգների գնում, ոնց են առօրյան կազմակերպում, տեսնում եմ, որ բավականին այդ տարիներն են եղել դժվար։ Փառքն Աստծո, որ դա շատ վաղուց է եղել։ Կարող եք մի հետաքրքիր դրվագ պատմել ձեր անցած ուղու մասին։ Եղել են հետաքրքիր դրվագներ, 25 տարեկան էի, զանգահարեցին, ես արդեն ավարտել եմ կոնսերվատորիան, սովորում եմ ասպիրանտուրայում։ Մշակույթի նախարարությունից զանգ է տալիս վարչության պետը, կրթական, ուսումնական ասել։ Ասում է Սերգեյ, դույով, արի մի ինստրուկցիոն։ Գնացի մի ինստրուկցիոն, ինչ է եղել Հայկուշ Դավիթնա, կիմանաս։ Հետո ուրեմն վերցրեց տարավ մի հատ փոխնախարարի մոտ, մտանք, ասեց Անդրանիկ Սաֆոչ, ասեց տղանա, որի մասին ես ասում եմ, շատ լավ։ Հետո դրեց ինչ որ հրաման, այդ մարդը ստորագրեց, դուրս եկանք, ասում եմ, սա ինչ է, կիմանաս, չի ասում, չեմ հասկանում ինչ է կատարվում։ Դուրս եկանք, գնաց վերցրեց իր պայուսակը բան, իջավ մեքենա ուներ ծառայողական, նստեցինք մեքենա։ Հայկուշ Դավիթնա, ուր են գնում, կիմանաս, կարավ ինձ Սարաջանի դպրոց։ Մտանք, այսպես դահլիճա, այսքան ժողովուրդը նստած, ստեղ սեղան, 2 աթոռ, եկավ իմ կողքին նստեց եւ հայտարարեց այսօր այս հրամանով Սերգեյ Քեչեկը նշանակված է ձեր երաժշտական դպրոցի տնօրեն, իրան թողնում եմ ձեզ հետ եւ ես գնում եմ։ Ու դրանով այդպես օր է եղել, շատ հետաքրքիր անձնավորություններ, որ տեսնում եք ինչ արել։ Զրուցեցինք Սերգեյ Քեչեկի հետ եւ նա պատմեց իր կյանքից դրվագներ։ Կուզեի կրկին հանդիպեինք, ու շատ ուրախ կլինեի, եթե նաև այցելեիք մեր դպրոց։ Դեր այս հաճախակի կրկնվող միջոցառումները կարող են պատճառ դառնալ, որ երեխաները ավելի սիրեն արվեստ, ավելի կապվեն արվեստի հետ։ Շատ կուզեի, որ արվեստը բոլոր երիտասարդների մոտ տարբեր ձևերով զարգանար, ամեն մեկը իր սիրելի արվեստով զբաղվեր։ Գույներ,
թե սև ու սպիտակ, Գունավոր, լուսաբաց թե մայրամուտ, լուսաբաց, սուրճ թե թեյ, սուրճ, ինքնաբուխություն թե պլանավորում, պլանավորած, աշխատելիս լռություն թե երաժշտություն, լռություն, ինչն է, որ միշտ կա ձեր արվեստանոցում կամ աշխատասեղանին, երևի նոտաներ, հայտնիներից ում հետ կցանկանայիք հանդիպել, եթե հնարավորին Մոցարտին կուզեի տեսնել, արվեստն ավելի շատ զգացողություն է թե միտք, զգացողություն, ժամանակակից թե դասական արվեստ, դասական, արվեստը ցավից է ծնվում թե սիրուց, սիրուց, որն է արվեստագետի գերբնական ուժը, աշխատասիրությունը և օժտվածությունը, նշեք մեկ բառ, որը լավագույն կերպով բնութագրում է ձեր արվեստը, թագավորական, որն է ձեր կյանքի կարգախոսը, ընտանիքը և աշխատանք, ինչն է ավելի կարևոր, ձևը թե բովանդակությունը, բովանդակություն, ինչն է ավելի դժվար, խոսել թե լռել, լռելը, եթե կարողանայիք միայն մեկ ուղերձ փոխանցել աշխարհին, որը կլիներ այն, պատերազմ չանել, մեկը մյուսի դեմ չհրայրել,